եկեք սկսենք, հետո կամաց կմոտենանք, այսօր մի հետաքրքիր թեմայի շուրջ է խոսալու, պարոն Վլադիմիր Հարությունյանը, դա 1920 թվականին Հայաստանի իրող իրավիճակի մասին և հակապետական այն պրոպագանդան, որը կատարվում էր Հայաստանում բոլշևիկյան կուսակցության կողմից։ Որտեղ շատ բաներ, որ դուք պատմության գրքերի մեջ կարդում եք, ըստ էության դա թերված պատմություն է։ Իրականությունը այստեղ հիմա փաստաթղթերով ինքը կներկայացնի եւ կտեսնեք ինչ է։ Կարևորը այս ամեն ինչի մեջ այն է, որ մենք դաս քաղենք այսօրվա համար եւ անցյալի սխալները չկրկնենք։ Խնդրեմ։ Ասեմ, որ եւ պարոն Պատյան առաջարկեց այս զրույցը անցկացնել, ես մեծ ուրախությամբ ընդունեցի ու մոտեցել եմ ամենայն պատասխանատվությամբ մի երբ խոսքով ասեմ, թե ոնց է այս միտքը տղաց է հասարակ, բայց որ պարոն Պատյանը շեշտեց, ես չեմ ուզում ասել, թե բոլոր գոյություն ունեցող հասարակները ամենագրությունները իմ կողմից հանգարց հայտարարվում են սուր եւ այլն եւ պետք է ինքնիցիայի կրակի վրա վարձել։ Ձեր մոտ նման տպավորություն հանգարց չստեղծվեց։ Բայց հարցը հետեւյալն է. որպես անձնավորություն, որը տիրապետում է որոշակի գրագիտությանը, ինձ չէր բավարարում այն, ինչ որ հնարավոր էր մեր պաշտոնական, ոնց ասում են, հրադադարություններում գտնել։ Եվ ես ինքս չլինելով պրոֆեսիոնալ ֆարմաբան, ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, գիտությունների դոկտոր, տեսական ֆիզիկայի մասնագետ։ Ես որոշեցի համենայնդեպս գնալ գոնե իմ համար պարզել, թե ոնց է եղել առաջին հանրապետության պետականության անկումը։ Ինչ դեպքեր են տեղի ունեցել, ինչ ուժեր են, ոնց ասում են, ղեկավարվել այդ ամբողջ պրոցեսի ընթացքում եւ եկանք բավականին ոչ թե հետաքրքիր, այլ տխուր, ոնց ասում են, հանգրվանի անհերքելի է, որ մեծագույն դերակատարում ունեցել են հայ մարդիկ այդ ամբողջ գործընթացում, որոնք պատկանել են բոլշևիկյան կուսակցությանը, որոնք վեր են դասել կուսակցական անձնական շահերի իրոք պետական շահերից, ես դժվարանում եմ ասել, թե եթե լիներ մի չափիչ գործիք, կկարողանայինք արդյոք ասենք այդ անձնավորությունների մոտ չափել, թե պետականության զգացողությունը այդ կրիտիկական կարմիր ինչքան է ներքև եղել եւ այլ։ Եվ փաստորեն այսօրվա մեր զրույցի հիմնական լեյտմոտիվը, որը ես ուզում եմ ներկայացնել, հետևյալն է. ինչպիսին չպետք է լինի պետության քաղաքացիություն։ Ես չեմ ուզում պիդագավորել, ասենք, դավաճան եւ այլն, հասկանալի, բայց ուզում եմ, որ մենք այսօր հաստատ թղթերով մեր համար պարզենք, թե ինչպիսին չպետք է լինի անկախ պետության քաղաքացի։ Եվ ի վերջո, այսօրվա այս խառը իրավիճակում բավականին, որ շատ բաներ փոփոխվում են, շատ մարտահրավերներ կան անկախ Հայաստանի համար, մենք գիտակցենք եւ հասկանանք, որ պետականությունից զատ ոչ մի բան չկա, որը հնարավորություն տա անձին դրսևորվելու, ինքնահաստատվելու, ինքնաիրականացվելու եւ այլն եւ այլն։ Ուրեմն նախ եւ առաջ հիմա սա ոնց ասում են ամենազրոյական նախաբանն է, մի թեթև եկեք վերհիշենք, թե ինչպիսին էր քաղաքական իրավիճակը, խոսքը գնալու է 19-20 թվականների մասին, ինչպիսին էր քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում 19 թվականի երկրորդ կեսին, 20-րդ թվականի սկզբներին։ Ուրեմն մեզ կհետաքրքրի 3 պետություն՝ Ռուսաստան, Հայաստան, Թուրքիա։ Ռուսաստանի մասին է խոսքը։ 19-րդ թվականի երկրորդ կեսին արդեն բոլշևիկյան Ռուսաստանը իրեն բավականին վստահ է զգում։
բոլշևիկյան կառավարությունը կարողացել էր իր զինված ուժերի միջոցով ստրատեգիական նախաձեռնություն իր ձեռքը վերցնել, Կարմիր բանակը այդ ժամանակ գրեթե 5 միլիոնի էր հասնում։ Դենիկինը ջախջախված էր, Դենիկինյան զորքերի բեգորները արդեն ղրիմում էին հայտնվել, Սիբիրի հարցը նույնպես լուծված էր, հեռավոր արևելքում բուֆերային ինչ-որ պետություն էր, որը Ռուսաստանի լրիվ հովանու տակն էր, իր ոնց ասում է թելադրանքով էր շարժվում, ռուսական հյուսիսը ազատագրված էր նույնպես, այսինքն Անտանտի ինտերվենցիան կարելի ասել, արդեն զրոյի էր հասցված։ Կար երկու վտանգ, Վրանգելը Ղրիմից և լեհական ռազմաճակատը, բայց նույնիսկ լեհական ռազմաճակատի անհաջողությունները առաջացնելով ասենք, որ Ռուսաստանը այդտեղ երևի ամենախայտարակ պարտությունն է կրել այդ 1918-ից 20 թվականներին, Պիլսուդսկու գլխավորած լեհական բանակը օպերատիվ լինելով գլխովին ջախջախել է կարմիր ջոգատները, ոչ թե ջոգատներ, այլ հսկայական զորամիավորումներ։ Այդ թվում նաև ցավոք սրտի մեր Հայկ Բժշկյանցի գայի դիվիզիան էր այդտեղ եղել։ Հասկանալի է, Բուդյոնն ու այդ գովերտված առաջի կորնի արմյան եւ այլն, դրանք բոլորը ջախջախվել են, բայց այդ ամբողջով հանդերձ բոլշևիկյան կառավարությունը այլևս վտանգ իր իշխանության համար չէր զգում։ Անցել էին այն ժամանակները, երբ որ Տրոցկու այդ շատ դիպուկ արտահայտությամբ ինքը ասում էր, թե «Мы все уничтожены, просто нас хоронить некому». Այդ պահը չկար արդեն։ Մեռածենք թաղած չենք։ Հա, մեռածենք թաղող չկա։ Մենք մեռած ենք, մենք բոլորը սպանված ենք ավելի շատ, բայց պարզապես մեզ թաղող չկա։ Կարմիր բանակը 20 թվականի արդեն առաջի ամիսներից, ոնց որ գարունն է անկասելի գալիս, նույն ձևի անկասելի մոդելում էր Կովկասի։ Որակարգում էր Կովկասի խորհրդայնացումը։ Կովկասյան ռեգիոնի խորհրդայնացումը դա նույն բանն էր, ոնց որ ժամանակի Կովկասի նվաճումը ցարական Ռուսաստանի կողմից։ Պարզապես կայսրությունը այս պարագայում կոչվում էր խորհրդային Ռուսաստան, բայց այն ժամանակվա համեմատ, այսինքն նախորդ տարերի համեմատ, տվյալ դեպքում չկար որևիցե հագարուսական միասնական ինչ-որ ճակատ։ Անհամեմատելի հզոր էր Կարմիր բանակը տեղի ցանկացած զին ուժի նկատմամբ։ Թերևս կարելի ասել, որ տարածաշրջանի ամենամարզունակ բանակը հայկական բանակն է, բայց նորից համեմատելու բան չէր, թե քանակով, թե ասենք զինվածությամբ, թե ընդհանուր էկիպիրովկայի եւ այլն այդ հարցերով։ Եվ օրակարգում էր, թե բացատրել, թե ինչու համար է Կովկասը պետք Ռուսաստանին, կամ առհասարակ Կովկասն ինչքան կարևոր ռազմավարական շրջան է, երևի ժամանակի ավելորդ կորուստ է բոլորին հասկանում է։ Օրակարգում էր ուրեմն Կովկասի խորհրդայնացումը։ Երեք հիմնական միավորները պետական, այստեղ Ադրբեջան, Ռուսաստան եւ, ասում եմ Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան։ Բայց կար այստեղ մի հատ պետություն, որը այդ ամենին այսպես թե այնպես մասնակից էր, դա Թուրքիան էր։ Ինչպիսին էր Թուրքիայի իրավիճակը 19 թվականին։ Արդեն Բուդրոսի զինադատարը տեղի ունեցել, Թուրքիան բացարձակապես ջախջախված էր, մասնակված, բայց կա մի հանելուկային բան։ Անգլիացիները, որոնք առաջի ջուտարն էին այդ ամբողջի մեջ, անհասկանալի ձևով 6 դիվիզիա Կովկասյան բանակի Թուրքիայի չզինաթափեցին, նույնիսկ նրանց որոշակի զենք է տվել։ Բացի դրանից, այս արևելյան Անատոլիա, այսինքն անմիջական այն տարածքները, որոնք որ համարվում էին հայկական վիլայետներ, սուլտանական կառավարության կողմից որպես գեներալ նահանգապետ ուղարկվեց Քամալ Ատատուրքը։ Այդ ժամանակ դեռ Ատատուրք էր Քամալ, Մուստաֆա Քամալ։ Եվ
Կան արխիվային տվյալներ, որ Ռուսաստանի հետ, բոլշևիկյան Ռուսաստանի հետ 19 թվականից արդեն Մուստաֆա Քեմալը եղել է բավականին ինտենսիվ շփումների մեջ, իսկ 20 թվականի սկզբներից արդեն Ռուսաստանը կամաց, ոչ շատ ինտենսիվ, բայց կամաց սկսել է նրան զենք մատակարարել։ Եվ քաղաքական ուղղվածությունը, որը որ այսօրվա մի քիչ ժարգոնային ասած կարողացել է կապել Ռուսաստանի, բոլշևիկյան Ռուսաստանի, դա այն հայտարարությունն էր, որ պայքար է գնում իմպերիալիզմի դեմ։ Եվ էլ ասենք, որ Ռուսաստանը լինելով նախկինում Անտանտի անդամ, այդ դաշինքի անդամ, Անտանտի մյուս պետությունների հետ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դրանք դարձան մի սոսկալի թշնամի, մեկը մյուսի հանդեպ, անհարթ թշնամի։ Դե դուք գիտեք, ասենք, թե քանի պետություններով ինտերվենցիա կազմակերպվեց Ռուսաստանի համար։ Դա ուրեմն Թուրքիան, բայց հասկանալի է նաև հետևյալը, տող ասենք, որ հիմնական կոմպենսացիան Քամալ Աթաթուրքը նախատեսնում էր հայկական տարածքների հաշվին արևելքում կատարել։ Մենք չենք ուզում անդրադառնալ այստեղ արդեն հունական ռազմաճակատին եւ այլն, դա լրիվ այլ հարց է, բայց արևելյան հատվածում հայկական տարածքների հաշվին, առավել ևս որ դրան նախորդել էին Բրեստ-Լիտովսկի, Բաթումի կիսատ պայմանագրեր, որտեղ որ փաստորեն մինչև 78 թվականի սահմանները արդեն Թուրքիային իրավունք էր տրվել գալու։ Իսկ ինչ վիճակում էր Հայաստանը։ 19 թվականին արդեն հռչակվել էր Միացյալ Անկախ Հայաստան։ Անգլիական ադմինիստրացիան Կարսի նահանգի հանձնել էր Կարսի նահանգը Հայաստանին 70,000-ից ավել քառակուսի կիլոմետր էր Հայաստանի այդ ժամանակ կազմում, ուներ բավականին մարզունակ բանակ, ու չնայած ասեմ, որ 18 թվականից սկսած հայկական բանակում դասալուկության հարցը եղել է կարևորներից մեկը, դասալուկություն եղել է մեր բանակում, բայց տարածաշրջանի ամենամարզունակ եւ երևի ամենամեծականակ հիմա պետք էր այդ երեք հանրապետությունները խորհրդայնացնել։ Այդ խորհրդայնացումը իրականացնել բացահայտ ինտերվենցիայի միջոցով, բացահայտ պատերազմելով Ադրբեջանի դեմ, Հայաստանի եւ Վրաստանի դեմ, հասկանալի է, որ շահավետ չէ, բոլոր առումներով, նախ եւ առաջ հասարակական կարծիքը, այսպես ասած, համաշխարհային կարծիքը, եւ երկրորդը այն, որ ի վերջո շատ ռեսուրսներ էր պահանջել։ Կա այդ ամենին շատ ավելի հեշտ միջոց, դա 5-րդ շարասյուն կոչվածն է, որը դուք գիտեք ինչ է նշանակում։ Գիտեք 5-րդ շարասյունը, թե չէ։ Չէ, այդ հայտնի, այո, այդ հայտնի արտահայտությունն է, երբ որ լեգիոններից մեկը 4 շարասյուն են ունեցել, ասել որ մենք չենք կարող 4 շարասյունով վերցնել այդ քաղաքը, ասել են դուք հաշվի չեք առնում 5-րդ շարասյուն։ Հիմա 5-րդ շարասյունը, դա այն քաղաքական հոսակն էր այդ ամեն մի պետություններից մեկում, որը պետք է օգնել հեղաշրջում կատարել։ Եվ սցենարը գնում էր հետևյալ կերպ։ Մի խումբ խռովարարներ կազմակերպում են ինչ-որ խռովություն, անվանում են ապստամբություն, շատ արագ կազմվում է հեղափոխական կոմիտե, որը խնդրում է Ռուսաստանին օգնել գալ օժանդակության, Կարմիր բանակը ներխուժում է, հաստատում է խորհրդային իշխանություն, այդ պետությունը խորհրդայնացվում է, որից հետո միանում է Ռուսաստանին։ Այդ երեք պետության համար էլ նախատեսված էր այդ սցենարը, բայց կար մի էական տարբերություն, այդ, որ ասում ենք կառնանման անկասելի մոդելում էր Կովկասի ռուսական բանակը, այստեղ նրան սպասող կար, դա Քեմալական Թուրքիան էր, որոնք արդեն պայմանավորվածություն ունեին, որ մենք Ադրբեջանին ամեն ինչ կանենք, որպեսզի անարյուն, առանց սուս ու փուս հանգիստ մի գիշերում այդ էլ տեղի ունեցավ, Ադրբեջանը կխորհրդայնանա, բայց դրա փոխարեն Ռուսաստանը պետք է թույլատրել, որպեսզի Թուրքիան իր տերիտորիալ հարցերը, իր տարածքային հարցերը Հայաստանի հաշվին լուծել։ Բացի դրանից, որպեսզի Ադրբեջանը դեղացած չմնա այդ ամեն ինչից, ժողովուրդը ադրբեջանական դեղացած չմնա, պետք է սահմանամերձ որոշ
այսպես կոչված բյուջետի տարածքներ տրամադրել նաև Ադրբեջան, որը մենք գիտենք հետո, որ դա տեղի ունեցավ։ Հիմա ինչպես էին այդ կոնկրետ Հայաստանում կատարվում այդ 5-րդ Շարասյան կազմավորումը եւ այլն։ 19 թվականի երկրորդ կեսին Հայաստանում ասել որ կար կուր կազմակերպություն կուսակցական, որը ուղղորդում էր բոլոր կոմունիստների, ասենք համակարգներ նրանց գործունեությունը, դեռ չկար։ Ճիշտ է, 17 թվականին մի հատ շատ թույլ Հայաստանի կոմունիստական կուսակցություն ստեղծվել է, որի նպատակն էր աշխատանք տանել Թուրքը Հայաստանի տարածքում, որովհետև 17 թվականի դեկտեմբերի վերջի օրը կարծեմ 31-ին ստորագրվեց հենց Ռուսաստանի ժողկոմֆորի կողմից Թուրքը Հայաստանի մասին դեկրետը Լենինի եւ Ստալինի ստորագրությամբ։ Եվ այդ կուսակցությունը ստեղծվել էր, որպեսզի կարողանար, ասենք, այդ դեկրետը կյանքի կոչել։ Բայց հետագա դեպքերը, ասենք, Կովկասյան ռազմաճակատի փլուզումը, ռուսական բանակի հետ գնալը եւ այլն, անիմաստ դարձրեց այդ նպատակը։ Եվ այդ կուսակցությունը փաստորեն կարելի ասել ձրի փող էր ստանում Մոսկվայից։ Եվ մնալով, ասենք, այդ պլատֆորմի վրա քաղաքական, նա խանգարում էր փաստորեն ներսի այդ խորհրդայնացմանը։ Եվ 19 թվականին, եթե չեմ սխալվում սեպտեմբեր ամսին, Աստրախանում հավաքված մի հատ խորհրդակցության ժամանակ Նիկոյանի եւ Իսահակ Տովրացյանի կողմից այդ կուսակցությունը ջախջախիչ, ոնց ասում են, քննադատության ենթարկվեց, հայտարարվեց ռևիզիոնիստական, իրենք հայտարարվեցին ընդամենը մտավորականների ողորմելի մի խմբակ եւ այդ կուսակցությունը դատարեց գոյություն ունենալ։ Իսկ մնացածը, որոնք որ պետք է իրականացնեին այդ հեղաշրջումը, դեռևս այդ կազմակերպվածությունը չկար։ Բայց 19 սեպտեմբերին հավաքվեց առաջի կուսկոնֆերանսը, Ռուսաստանը գործունեց այստեղ հայ բոլշևիկների, որոնք որ Հայաստանում չէին գործել, դա էլ ձեզ ասեմ, որ այդ թվերին տեղի հայ բոլշևիկները, բոլշևիկյան կուսակցական ռեյտինգի այդ ցուցակում բավականին ցածր ռեյտինգ է զբաղեցնում, չնայած կային շատ բարձր ռեյտինգով հայ բոլշևիկներ, բայց տեղի ընկերները, այսպես ասած, բավականին ցածր ռեյտինգ ունեին։ Ու բացի դրան շատ երիտասարդ էին, ասենք նույն Ավասի Խանջյանը, նույն Ուգաս Ուգասյանը, նրանք դեռ կարելի ասել այդ ուսանողական շրջանակներից էին դուրս գալիս։ Եվ հունվար ամսին արդեն կազմակերպվեց Ստեփան Շահումյանը կարող են համարվում Երրորդ Շարասյանի հիմնադրամի ինքը 18 թվին արդեն չկար։ դե հիմքը նոր։ Չէ, այդ լրիվ այլ հարց է, հարցը տեղին է, ես ձեզ ասեմ, Ստեփան Շահումյանի գնդակահարությամբ կարելի է համարել, որ ավազվում է հայ են ծանրաքաշ բոլշևիկների դարաշրջան, ասենք Շահումյան, Սպանդարյան, Կնունյան, հասկանալի է Բայց դեպս որպես դիտարկենք, ինքը 5-րդ Շարասյան հիմնադիրներից մեկն էր այդ կործանողը։ Չենք կարող ասել, որովհետև ինքը նպատակ ուներ Ռուսաստանի կառավարության այդ դեկրետով առաջինը խորհրդայնացնել Բաքուն, տիրել Բաքվին, իսկ Բաքուն տիրելը դա նավթն էր, մյուսը, եւ մի քիչ պրիվատ առումով ձեզ ասեմ, Շահումյանի հարցը, մինչև հիմա բավականին մեծ հարցականներ ունի, որովհետև կան տվյալներ, որ դաշնակցականների հետ ինքը բավականին ոչ թե մտերիմ հարաբերություններ է ունեցել, դե իր, ասենք, ուսուցիչը մարքսիզմի, ինքը համարել է Սիմոն Զավայթյանին։ Բացի դրանից, ինքը հարաբերակցելով դաշնակցականների հետ, ես նորից չեմ կարող, ասենք, փաստաթղթային դրաներ բերել, բայց մտադրություն եմ ունեցել բավականին մեծ Հայաստան ստեղծել Կովկասում։ Դա ինչքանով ծախողվեց, մենք բոլորս տեսանք,
Բացի դրանից այսօր արդեն կան որոշ նոր արխիվային նյութեր, որ ասենք մյուսների կողմից, ասենք նույն Ստալինի Կիրովի մյուսի կողմից միշտ գնացել են որոշակի սպիսոցներ Լենինին, որ Շահումյանը ձեզ խաբում է եւ այլն եւ այլն։ Բայց կա անհետքելի է հետեւյալը։ Այդ օրերին դաշնակցությունը, ոնց որ ասենք էսերները եւ մյուսները կոալիցիայի մեջ էին մտել ռուսական բոլշևիկների հետ, դաշնակցությունը հայտարարվել էր, ոնց ասում է ոչ թե կոալիցիոն կազմակերպություն, այլ լոյալ կազմակերպություն եւ Լվովից սկսած մինչեւ Իրկուտսկ թույլ էր տրված, որպեսզի դաշնակցականները կարողանան զինվորագրել հայ կամավորներ։ Դա անհերքելի փաստ է։ Բայց բացի դրանից Համազասպի ջոգադը, Ավետիսովի բրիգադը գնացին Բաքու, որպեսզի պաշտպանեն Բաքվի կոմունան։ Այսինքն բացի դրանից Բաքվում երկու իշխանություն կար։ Դա կոմունան էր եւ հայկական ազգային խորհուրդը, եթե չեմ սխալվում, եւ հայկական ազգային խորհուրդը։ Հայ ազգային խորհուրդը։ Բայց այն բանից հետո երբ որ Շահումյանը գնդակահարվեց, դաշնակցությունը Ռուսաստանում հայտարարվեց օրենքից դուրս, բոլորին ցերպակալեցին, փորձ եղավ նույնիսկ անգլիացիների հետ բանակցել, որ Բժիշկ Զավրիևին, եթե չեմ սխալվում, եւ մի շարք դաշնակցականների փոխանցել Շահումյանի հետ, բայց Շահումյանն արդեն գնդակահարված էր այդ բանակցություններն անիմաստ էին։ Եվ եթե խոսք գնաց, դա էլ ասեն սենսացիայի շիրարներ այսօր ասում են, որ կա տարբերակ, կա ինչ-որ մարդկա, որի պրտե անգլիացիները ոչ թե սպանել են, այլ տարել են Հնդկաստան եւ նա այնտեղ ապրել ու մահացել։ Որպես դրան էլ հաստատում բերում են օրինակները, թե երբ որ Հայաստանի կոմկուսից մարդ է եղել խորհրդային դելեգացիայի մեջ, գնացել գաղտնի ինչ-որ մի հատ գերեզմանի ծաղիկ դրել եկել է։ Դա է Շահումյանը վերաբերել է։ Ձեր նշված դեպքերի ընթացքում կցանկանայի իմանալ ինչ դեր են ունեցել Մակինթյանն ու Մռավյանը, նախ Մակինթյանը հետ ուղարկվեց Մոսկվայի կոնֆերանսին, հիմա իր դեր է ընթացքում ինչ-որ բան։ Ուրեմն Մակինթյանը այդ ժամանակ դեռ Հայաստանում չի գործել։ Մակինթյանը, ինչպես մենք գիտենք, բանում էր նարքովնացու Մոսկվայում։ Մռավյանը առաջի անգամ Հայաստան է եկել Կովկասի կոմիտեի անդամ որպես այստեղ Արմեն կոմը հիմնելու համար։ Եվ այդ ես որ մոտեցա դրան, արդեն 20 թվականի հունվարին այստեղ հավաքվեց կոնֆերանս, կուսակցական կոնֆերանս։ Եվ ցուցակագրված 1200 բոլշևիկ կար այդ ժամանակ Հայաստանում, այսինքն մարդ, որ իրեն համարում էր բոլշևիկ։ Դրանք գործուղել էին 22 պատվիրակ եւ այդ 22 պատվիրակը ստեղծեցին այդ Արմենկոմ կոչվածը։ Ամենակարևորը այդտեղ երկու բանն է։ Ուրեմն Արմենկոմը հայտարարվեց, ճիշտ է, հետո վերանվանում է նա Հայաստանի կոմունիստական փակագծում բոլշևիկների կուսակցություն եւ այլն, նա հայտարարվեց Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության անբաժանելի մաս կրայկոմի երկրկոմի իրավունքներով։ Դա մեկ եւ երկրորդը իր նպատակը նա հայտարարեց զինված ապստամբության միջոցով եղած իշխանության տապալումը։ Հիմա եթե մի կուսակցություն ձգտում է տվյալ անկախ պետության մեջ տապալել օրինական իշխանությունը եւ իրեն հայտարարում է մեկ այլ պետության իշխող կուսակցության երկրամասի իրավունքներով ոչ տված կազմակերպություն։ Հասկանալի է, չէ՞, թե դրանից հետո ինչ է լինելու։ Այսինքն, այսօր մենք հանգիստ խնդրում ոնց ասում են, եւ մեծ ցավով բնականաբար, կարող ենք ասել, որ այդ երկրորդ կետը իրենից ներկայացնում էր Հայաստանի անկախ պետականության տապալման պլանը։ Ընդ որում, եթե այդ մասին դուք ասեցիք, ուրեմն դա էլ ասել, որ իրենք գիտակցում էին, որ տերի իշխանությունը եւ բանակը բավականին ուժեղ է, եւ իրենք այդ քանակով, ընդամենը 1000, լավ, թող 1500 լինի, ասենք, այդ քանակով իշխանություն չեն կարող պահել,
Եվ Սիմոն Բրատյանի գրքում կա գրված այդ տեղեկությունները իրենք ունեին, որ դրանք հայտարարել են, թե պետք է սպասել այն պահին, երբ որ հարևան պետություններից մեկն ու մեկը խորհրդայնանա եւ նրա միջոցով մենք անմիջական շփում ունենանք Ռուսաստանի հետ։ Այդ ընթացքում նաև իրենք շատ ակտիվ աշխատանք էին տանում նաև հայկական բանակում, չէ՞, ճակատագրի Մի բան, հենց հիմա։ Այսինքն Արմեն կոմը կազմվեց եւ նպատակներ, որպեսզի տավալել եղած իշխանությունը։ Հիմա այդ իշխանությունը լավն էր թե վատն էր, դա հարցի մյուս կողմն է։ Համենայն դեպս արխիվները, որ նայվում է, ճիշտ է, քանի տեղ ես անձամբ հանդիպել եմ, ասենք, ընդրակեղծիքների վերաբերյալ բողոքներ, Բենթլիի հարց կա։ Բենթլիների հարց կա։ Չէ, ընդրակեղծիքների բողոքներ, ասենք բանը, ժողովրդի վրա ճնշում գործադրելու բողոքներ, ասենք 19 թվի պարլամենտում 80 դեպուտատից 72-ը եղել են Դաշնակ Ծագան։ Այդ ժամանակ մաուզերիստներ էին, չէ՞, իրենց անվանում ինչ-որ շատ։ Չէ, մաուզերիստները դրանք ժարգոնային էր, ավելի շատ բոլշևիկյան բաներ։ Շատ լավ, հենց հարցը հասունացավ, ես իմացես մի երկու հաստատույց կարդամ, թե ինչով են զբաղվել այդ մարդիկ։ Դրանից առաջ շատ պարզ այբենական կանոնը եւ օրենքը, ասենք, որ բանակում, պետական բոլոր կառույցներում քաղաքականությամբ զբաղվելը արգելված է։ Ճիշտ է թե չէ։ Մենք գիտենք, դա ամբողջ աշխարհում է ընդունված։ Հիմա փաստաթուղթ 1. Копия шифрованной телеграммы генерал-майора Перумова из Карса от 21 ноября 2019 года военмину Араратову. По имеющимся сведениям, Манугян большевик, что подтверждается также его сослуживцами. Из донесения подполковника Шагубатова ясно, что Манугян открыто говорит, что он перевернет вверх дном Карзаманский отряд. Карзаманский Зора Чогада. 21 ноября 2019 года. Սարտապելու է, քիչկը խնդրեմ, եկեք վերջրեք բոլորը։ Այս կիմա ես Չէ, ինչ-որ Մանուկյան։ Ինչ-որ Մանուկյան։ Դու գիտեիք Արամ Մանուկյանը։ Չէ, զինվոր է։ Ինչ-որ զինվոր է, հասկանալի է։ Նորից եմ կարդում այդ մասը։ Из донесения, по имеющимся сведениям, из донесения подполковника Шагубатова видно, что Манугян открыто говорил, что он перевернет вверх дном Карзаманский отряд. Кроме того, он состоял на службе в Советской России. Ввиду обострившихся отношений между большевиком Манугяном и подполковником Шагубатовым, могущим кончиться плачевно, прошу распоряжение мое о выселении его за пределы Карской области, оставить в силе. Дознание производится. 21 ноября генерал-майор Перумов расшифровал штабс-капитан Азизян, Евайлин. Այսինքն, հիմա մեկնաբանելու կարիք կա թե չէ։ Երևի թե կարիք չկա։ Մանուկյանը սողոսկել է որպես Հա, չէ մեկնաբանության կարիք չկա։ Հիմա Իսկ ինչ Պերումով է, Արմեն Հայրանում կա։ Հայտնի Պերումով։ Գեներալ Պերումովը։ Դանիել Բեկ ֆիլմ։ Ղարսի զորախմբի հրամանատար գեներալ Դանիել Բեկ։ Էսի կարևորը հասկանալու համար օրինակ Կարսը ոնց ընկավ առանց գրակոչի, որտեղ սա դեռ 19 թվականի նոյեմբերի 21։ Այսինքն սա դեռ նոր է սկսում։ Իսկ 20 թվականին արդեն Կարսը ընդհանրապես որտեղ ավելի ուրիշ փաստաթղթեր կային։ Հա, հիմա ոնց ասում է շարունակությունը նայեք թե ոնց է գնացել, որովհետև նորից առաջ վազելով դա էլ ասեմ, որ ցույց է տալիս, որ առաջի հանրապետությունը բավականին դեմոկրատ պետություն է, բավականին դեմոկրատ։ Հիմա տեսեք, սրա երկրորդը, в административную комиссию парламента по приказанию военного министра
препровождается для сведения. Значит, копия отношения военного министра Республики Армении по военному штабу к председателю парламента, секретно. По делу Манюкянца 20 ноября сего года, если кто-то не Փիլումյանը նամակ էր գրել, հենց հաջորդ օրը Աշտեն ես մարդիկ սկսել են բանը, գործընթացը։ 20 ноября начальнику Александропольской группы войск предписано произвести дознание. По телеграфному сообщению начальника группы генерал-майора Пилумова есть основания предполагать, что Манукян большевик. Одновременно с ним о положении дела Манукяна начальнику Александропольской группы телеграфно запрашивается. О последующем по получению дознаний и выяснения всех обстоятельств дела я не замедлю поставить вас в известность. Генерал-майор Араратов. Այսինքն Փիլումյանը Կարսի զորախմբի հրամանատարը մի բոլշևիկի մասին զեկուցել է ռազմական նախարարին, ռազմական նախարարը զեկուցել է պարլամենտի նախագահին եւ պարլամենտը այդ հարցը քննարկել է։ Այսինքն այդ որ ասում եք, բոլշևիկները 30-ականներին տես չէին անում։ Չէ, գնդակարում էին։ Չէ, 20-ականներին չէին անում։ Այսինքն դուք տեսեք, ինչքան լոյալ է եղել այդ մոտեցումը։ Բացի դրանից, հիմա նորից դրանց գործունեությունը բանակում։ Ընթացիկները կար են բայց ամեն կհասնենք ուրեմն։ Командиру инженерного батальона совершенно секретно. При всем объявляю копию спешного секретного циркулярного распоряжения командующего войсками Армении от 30 апреля сего года. Начальнику Ереванского гарнизона в 20-х числах апреля в Сарикамыше имел место следующий случай. В 4-м полку с начала апреля шла тайные собрания представителей всех рот и команд, расположенных в Сарикамыше. Образовалась большевистская организация пропаганды в полку. Командир полка, выяснив фамилии главарей, арестовал 23 апреля и намеревался отправить в КАЦ. Но солдаты 1, 2 и 5 рот, узнав об этом, заняли винтовками позиции у вокзала и собрались отбить арестованных. Офицерам удалось уговорить солдат возвратиться в порядке по казармам. Но лишь после того, как арестованные были освобождены. Генерал Осипянц выехал 22 апреля в Сарикамыш для разбора дела и ареста главарей. Описанный случай указывает, что в связи с приближением советских войск к границам Кавказа усиливается большевистская пропаганда. Советское правительство отпускает на эту пропаганду значительные суммы денег. Предписываю всем командирам частей, начальникам групп, отрядов, бригад, гарнизонов и управлений принять самые энергичные меры в борьбе с возможным распространением пропаганды большевизма в армии. Приказываю всем офицерам быть в тесном и постоянном. Это шалмаки. Ուրեմն սա բանակում է, այստեղ երկու հատ հետաքրքիր փաստաթուղթ կա։ Հարցը ժամանակ խեր հայկական գրագրություններ խոսերեն։ Մինչև 20 թիվը ամբողջ գրագրությունը ռուսերենով էր գնացել, որովհետև հիմնականում ռուսական չինովնիկ էին, բացի դրանից դա փողի հարց էր։ Գումարի հարց էր այդ ամբողջ գրագրությունը։ Գրամեքենաները բանապետական։ Հա, դա հսկայական գումարներ էր։ Դրանից քիչ հայրն ասել չեն հարց։ Ես հանդիպել եմ այդ բանին հրամանին, որ այս ինչ օրվանից 20 թվականի ես հայատակ է լինի։ Ուրեմն տեսեք, սա Ալեքսանդր Շիրակի այսօրվա լեզվով ասած մարզպետ, բայց նահանգապետի գաղտնի ծածկագիրն է Երևանի վարկը։ Մերի վերաբերյալ։ Խնդրում եմ Հայաստանի սահմաններից արտաքսել ինժեներ Ռուդնիցկուն, որը բանակի ռուս սպաների մեջ կազմակերպում է հակապետական բոլշևիկյան շարժումներ եւ դասախոսություններ է կազմում նրան։ Նահանգապետ Կարոս Ասուլյան։ Այսինքն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մարմինները, օգտվելով, ասենք, ռուսազգի մասնագետների ծառայություններից, որովհետև ամեն մի մասնագետը ոնց ասում է ոսկու տիզ ուներ, բայց նրանք այնտեղից վարպետորեն ուղարկում էին այն մարդկանց, որոնք իրենց պետք էր այստեղ, հասկանալի է։ Այս նույն ինժեները նորից հակապետական գործունեություն է վարել։ Եվ այստեղ Չէ, ռուսիցի, ռուսացի։ Եվ մեկը նույնպես, կոնֆիդենցիալը, Խոլագիրանի տամոժնյա, այսօրվա Թումանյան կայարանն է, լորվա տամոժնյան այդ ժամանակ։ Ուրեմն, господину министру финансов конфиденциально назначен исправляющим, ձեզ նախորդ մի բան խնդրեմ, այդ այստեղ նորից երևում է, թե իրոք ինչ դեմոկրատական կարգեր են եղել պետության մեջ եւ պետական ստրուկտուրաներում մասնավորապես։ Назначенный исправляющим должность секретаря таможни Иван Георгиевич Панаян по политическим своим убеждениям оказался принадлежащим к партии большевиков-коммунистов. Со дня своего приезда в Колагеран он занялся исключительно делами своей партии. Через 2 дня по приезду ему из Тифлиса было доставлено несколько десятков экземпляров газеты «Пайкар». Сейчас же начали приезжать поездами к нему разные лица и вели какие-то переговоры и советы. Сам Банаян начал вести пропаганду не только среди прибывающих на станцию крестьянства, но и среди служащих железной дороги и таможни. Газеты даром рассылает по деревням. С ближайших сел бывают у него сельские учителя. Пропаганда среди служащих таможни вносит дезорганизацию. Советы мои на недопустимость со стороны государственного служащего заняться подобными делами, тем более, что идея большевизма может нанести последний удар нашему народу и родине, ибо существующий среди наших соседей антагонизм при большевизме выльется в самые худшие формы вражды к армянам. И мы можем пасть вновь жертвою, вызывает со стороны Банаяна лишь горячие протесты и стремление доказать совершенно противное. Насколько удалось выяснить, со слов самого Банаяна, он работал в коммунистических организациях в России, считается членом партии большевиков-коммунистов в Тифлисе, где его хотели арестовать, но ему удалось убежать в Армению. Не имея чести знать взгляды нашего правительства на допустимость подобной пропаганды, я заявил господину Банаяну, что в нашей родине для всех есть место как в свободной стране, в том числе и большевикам, но с условием не проповедовать и не заниматься пропагандой против существующего правительства и строя. Об этом считаю своим долгом и обязанностью преданнейше донести до вашего сведения. Управляющий таможней стороны. Նման հաստատություն շատ կան, իսկ ում է դեսկանը պերջախոսեր, չէ՞։ Հասկանալի է, թե ինչով են զբաղվել, թե իրոք դա 5-րդ շարասյուններ, թե չէ։ Շատ լավ, բայց ժամանակը գալիս էր, ասում եմ գալիս էր, ժամանակը գնում էր, կարմիր բանակը Կովկասից անցավ այս կողմ։ Ապրիլի 28-ի գիշերը նրանք մտան Բաքու, խորհրդայնացավ Ադրբեջանը։ Ընդ որում, հետաքրքիր մի փաստ, այնտեղի թուրքերի, թուրքական զորամիավորման ղեկավարը Քազիմ Կարաբեկիրն էր, ոչ անհայտ, Քազիմ Կարաբեկիրն էր, որը միաժամանակ նաև վարում էր բանակցություններ մուսավատական կառավարության հետ, որպեսզի համոզել, որ նրանք համաձայն լինեին, հաշտվեին այդ պայմանի հետ։ Եվ ուրեմն ձեզ ասեմ, մուսավատական կառավարությունը չի համաձայնվել, փորձել են փախնել Բաքվից, թուրքական բանակի ասկյալները բոլորին կոմպլեկտով ձերբակալել են եւ գեղեցիկ հանել են 11-րդ բանակի շտաբ։ Հասկանալի է, 11-րդ բանակի շտաբ։ Մի գիշերվա մեջ Ադրբեջանը խորհրդայնացավ, կարմիր բանակը մուտք գործեց Ադրբեջան։
Այսինքն, այն ինչ որ հայ բոլշևիկները երազում էին, որ լինի մի հարևան պետություն, որի միջոցով Ռուսաստանի հետ կարողանան իրենք կապ հաստատել, դա տեղի ունեցավ։ Հենց որ Ադրբեջանը որտայնացվեց, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ մի նոր, ոնց ասում է, բաղադրիչ ավելացավ քաղաքական։ Այսինքն, խորհրդայնացված հանրապետության պաշտպանություն եւ խրախուսում ընդդեմ բուրժուական եւ արդեն պիտակը կծված են իմպերիալիստական Հայաստանի։ Ինչով է դա դրսևորվելու։ Հասկանալի է, որ առաջի հերթին տարածքային նրանց պահանջները բավարարելու մեջ։ Եվ ինչևից է ժամանակը գնաց, ժամանակը հասավ մայիսին եւ նույն Կովկասյան կոմիտեի կարելի ասել հրահանգով այստեղ կազմակերպվեց մայիսյան ապստամբությունը։ Ձեզ մի բան, մի փոքր փաստաթուղթ, ոչ թե բոլշևիկների վերաբերյալ, այլ ոնց ասում են այն իրավիճակի վերաբերյալ, որը չենք կարող անտեսել, որը դարձնում էր նաև բավականին նպաստավոր բոլշևիկյան պրոպագանդա։ Դա նաև նորից այն կոնտեքստով, թե ինչպիսին չպետք է լինի էլի պետության քաղաքացի։ Տեսեք, սա ուրեմն Ալեքսանդրապոլի 26 բնակիչների նամակն է ներքին գործերի նախարարի։ Գրված է մարտի 20 թվականին։ Մեծարգո տեր, շատ երկար մտածելուց հետո վերջապես վճռեցինք դիմել ձեզ եւ հայտնել մեր սարսափելի դրությունը։ Այն օրվանից, որ դուք ուղարկեցիք տեղս ձեր պարոն Վալադյանցին, խոսքը միլիցիայի պետի մասին է ժամանակի, որը իր զինված մարդկանցով պատուհաս է դարել մեր գլխին ահա 3 ամիս է։ Այն կաշառքները, սոսկալի ծեծու քաշը, մարդկանց վախեցնելը չենք մոռանա մենք երբեք։ Մինչև անգամ տաջիկների ժամանակ մենք այս դրությամբ չենք եղած։ Այսքան կաշառք չէինք տված։ Իսկ ինչ անում են իր տղաները Իրանից ծածուկ, այդ էլ Աստծուն է հայտնի։ Մենք մի քանի հոգի ժողովրդի կողմից ընտրեցինք, պետք է գայինք ձեր մոտ կանգանի, բայց մի քանի տղեկը զուշացրին, որ կսպանեն մեզ։ Մենք էլ ահա գրում ենք ու խնդրում ենք այս մարդուց ազատեք մեզ, իսեր Աստծո, էլ հալ չմնաց մեր վրա։ Եթե մեր քաղաքը դիզիրտիր եղնի, ասինքն թողնի փամնի, մենք կբռնենք ու կուտանք նաճալնիկի։ Մենք շատ ենք խնդրում այս թուղթը պահեք գաղտնի, թե չէ մեզ վատ կլինի։ Հետևում 26-ը ստորագրություն է։ Այսինքն այն միջին մասը չինովնիկների չպատկանելով ասենք բոլշևիկյան կազմակերպությանը եւ այլն, փաստորեն նրանց ջրավարտին ջուր էին տեսնում եւ ավելի դյուրին դարձնում բոլշևիկյան պրոպագանդան։ Բնական է, եթե կա սոցիալական բողոք, եթե լավացնելու մասին խոսք է լինում, ժողովուրդը սպոնգի նման ընկալում է, չէ՞ դա ամբողջը։ Բայց անդրադառնանք հիմա արդեն մայիսյան ապստամբությանը։ Ես ու գրաֆիկից շատ հետ Չէ, ունենք 40 րոպե։ Հա, այսինքն, հա, լավ։ Ուրեմն ձեզ ասեմ, ոնց ասում է հավատաց եք խոսքով, որպեսզի երկար չկարդամ, մայիսյան ապստամբությունը վատ չէր կազմակերպված, նախապատրաստված։ Բոլոր գավառներում Ղազախից մինչև Սարիղամիշ, Ալեքսանդրապոլից մինչև Զանգեզուր ստեղծված էին տեղական հեղկումներ։ Բայազետում նույնպես, հասկանալի է, տեղական հեղափոխական կոմիտեները, այսինքն տեղական մարմինների իշխանության, ստեղծված էին։ Հիմա, թե քանի օրով ամեն մի մասում կարողացան իրենք իշխանությունը գրավել, դա հարցի մյուս կողմն էր։ Ես ուզում եմ համեմատության մեջ դնել այստեղ, ասենք, այն հատվածների բոլշևիկների կեցվածքը,
որոնք անմիջականորեն սահմանամերձ էին արդեն, սահմանակից էին Ադրբեջանին, եւ այսպես ասած խորկային գավառներին։ Տեսեք օրինակ խորհրդային պատմագրության մեջ որպես մայձան էջ է մայիսյան ապստամբության Ալեքսանդրապոլի մայիսյան ապստամբությունն է եւ Կարսին է։ Հիմա տեսեք, ինչպես են վարվել, ասենք այդտեղի բոլշևիկները։ Полковнику Бабаджанову временный военно-революционный комитет города Карса посылает для ознакомления выписку из телеграммы, отправленной Александропольским реввоенкомом Советской армии. Передайте от моего имени, от моего Саркис Мусаевяна Масленова. Передайте от моего имени генералу Пирумову Иосипову, полковнику Бабаджанову и всем другим офицерам, что я прошу стать во главе Красной армии Армении, оставаясь на своих постах, еще с большим усердием руководить отныне рабоче-крестьянской армией. Затем все начальники частей и учреждений и другие офицеры должны завтра же донести мне телеграммы в том, что они признают советскую армию и признают Красную армию. Не предоставившие такие донесения будут отчислены от своих должностей. Немедленно уведомить все подведомственные вам военные учреждения с полученной телеграмме от товарища Мусаевяна и сообщить ему о результате Александрополь Реввоенком եւ ստորագրությունները։ Այսինքն, այս փաստաթուղթը ինչ է վկայում, որ այդ երկումը Ալեքսանդրապոլյան երկումը, թե Կարսի երկումը, կարելի է ասել, էլի ժարգոնով ասել, բավականին ցիվիլ կազմակերպություն է եղել։ Տեսեք, ասում է, խնդրում եմ կանգնել նոր կազմավորող Կարմիր բանակի գլուխը։ Խնդրում եմ այս անել եւ այլն։ Զգուշացնում է, որ բանը պաշտոնից կազատվեն, բայց չի ասում ձերբակալ են, գնդակահարվեն, կանեն, հասկանալի է։ Դե պետությունս դեմոկրատական է հռչակված է, չէ՞, Հայաստանի դեմոկրատական հանրապետություն։ Հա, բայց բանն է։ Փաստորեն Ալեկպոլում եւ Կարսում արդեն հաստատված է, հայտարարված է խորհրդային իշխանություն։ Սա խորհրդային իշխանության ակցիա։ 20 օրը մայիսի մասին։ Հա, 20 մայիսի։ Ինչ։ Բայց հայերն էին էլի։ Հա, հայերն էին։ Չէ, շատ կարևոր է անունները։ Հասկանալի է։ Սրանք այդ մարդիկ են, ես ինչու եմ այս մյուսները այստեղ, ասենք, նմանատիպ մի քանի փաստաթղթեր կան, նմանատիպ, որտեղ որ, ասենք, գրվում է, որ այս արեք, որովհետև իշխանությունը փոխվել է, դուք պարտավոր եք այս անելու։ Ձերբակալություն չի եղել։ Այդ բոլորը գիտեն, Ալեքսանդրապոլում, Կարսում ձերբակալություն չի եղել։ Չնայած ես ասեմ, մոլոկանները խիստ քննադատել են հայ բոլշևիկներին, Գուգասյանին, մյուսին, ասում են ինչու չձերբակալեցին։ Փիրումյանին, մյուսներին, ինչու չձերբակալեցին։ Նույնիսկ ծիծաղում են, ասում են փոխանակ գնային սրան ձերբակալեին, ընկել էին այս ինչ հանցագործին բռնելու։ Ասում են այդ քրեական հանցագործը, որը զենք էր կողացել, միևնույն է փախներ կգնար, դրա փոխարեն Փիրումյանին ձերբակալեին եւ այլն։ Ինչ չեն ձերբակալում Փիրումյանին կամ ուրիշ դաշնակների պաշտոն։ Ուզում են այդ կադրերը օգտագործեն իրանց Վերջին հաշվով իշխանապողությունը դա չի ենթադրում պարտադիր ձերբակալում, կասնահարում, կախաղան հանել, գնդակահարել եւ այլն։ Աշխարհում շատ է, չէ՞ իշխանապողություն լինում եւ պարտադիր չի ասենք այդ տեղը։ Ճիշտ է։ Այս կազմը բոլշևիկյան, այս կազմը դեռևս այս աշխարհը հայացք ունի, այդ եմ ուզում ասել։ Այսինքն այն ջարդը քշրել մորթելը ռուսական մոտեցում էր էլի ավելի։ Հիմա հասնենք դրան արդեն։ Ես հատուկ ուզում եմ այս պահին ուշադրություն դարձնել։ Հիմա մոտենանք նրանք թե ինչպես են դեպքերը ընթացել, ասենք Ղազակ Շամշադինում, որը անմիջական արդեն շփում է ունեցել ռուս բոլշևիկների հետ, թուրք բոլշևիկների հետ։ Մի քիչ երկար է ներող կլինենք, բայց հետաքրքիր է։ Ուրեմն սա տապալումից հետո է գրված, արդեն փաստորեն վերլուծությունն է։ Ղազախի եւ Շամշադինի դեպքերը, որ տեղի ունեցան Սույթուի մայիսին եւ հունիսին, իրենց հետևանքներով ամբողջովին ավանտյուրիստական էին, շնորհիվ արհեստական կերպով ստեղծված հեղափոխության, չագերտների հեղափոխության։ Դեռ ապրիլ ամսին ես Ղազախում
նախազգուշացնում էի ընկեր Ամիրխանյանի, իմիջիալոց այս Ամիրխանյան ազգանունը շատ է լինելու։ Շավարժ Ամիրխանյանը հայկը գոշերիկ է, նրա անունով նոյեմբերյանի շրջանում Շավարժ գյուղը կա, Շավարժ գյուղը կա։ Շավարժ ասում եմ Քոչարյանը, Շավարժ Ամիրխանյանը եղել է Հայաստանի ՉԿ-ի պետը ավիսից հետո, հենց ամենադաժան ժամանակ, դրանից առաջ եղել է ինքը բոլշևիկյան ագենտուրայի ղեկավարը, կա արխիվային հաստատում, որը գրված է Դիլիջանի, ասենք բանի, նահանգապետի կողմից, որ բոլշևիկյան ագենտուրայի ղեկավարը Շավարժ Ամիրխանյանն է, 4 ագենտների անուններ մենք արդեն պարզել։ Գյուղն ամենը 5 տարի է իր անունը գրել։ Հա, եւ Ղազախում նախազգուշացրեցի ընկեր Ամիրխանյանի Բերբերյանի ավանտյուրիստական տրամադրությունների մասին։ Բերբերյանը այս ապստամբների ղեկավարներից մեկն է եղել։ Եվ մենք որոշեցինք նրան ուղարկել Երևան կենտրոնական կոմիտեի հաղորդակցությանը։ Իսկ Կոստյա Այվազյանը, այս երկու անունը Բերբերյան եւ Կոստյա Այվազյան, լավ հիշեք։ Կոստյա Այվազյանի մասին ես նախազգուշացրել էի ընկեր դրամատինին, եւ Մարտիկյանին։ Նրանից հետո, երբ Այվազյանը երկու անգամ եւ այն էլ երկու օրով եկել էր Քարվանսարա եւ մեր ընկերներից ստացած թռուցիկ տպավորությունների ազդեցության տակ նա Երևան գալով Կենտկոմի անճիշտ տեղեկություններ էր տվել, որ ամենևին չէին համապատասխանում Ղազախի գոյության իրականությանը։ Ղազախը ժամանակ էլ որպես հայկական։ Հա, ես էլ իդեպ։ Այսինքն միայն Արտամը չէ, որ մեր հայրենիքն է, Ղազախն էլ է մեր հայրենիքը։ Սահմանի ենք ողում մենք հիմա պատմական շատ բաներ։ Հասկանալի է, բայց Ղազախը եղել է հայկական, դա խաղաղն է մեր։ Խաղաղի ճակատամարտը, խաղաղն է, դարձել է Ղազախ։ Մեզ որ Արտամը ասում են մեր հայրենիքը չէ, դա չէ, Ղազախն էլ է մեր հայրենիքը, Արտամը։ Շատ լավ գիտենալով մեր տեղական կազմակերպությունների ուժը, ես սրտի կսկիծով հայտնեցի մի քանի ընկերների, որ այս շարժումն էլ վաղաժամ է եւ հեղափոխություն չէ, այլ այն ավանտյուրիստների գործ է, որոնք իրենց անմտության փառքի համար ամբողջ շրջան անձնատուր են անում արկածախնդրության եւ իսպառ գործնում իրենց հմայքը ամբողջ շրջանում։ Այնպես էլ եղավ, գլուխ կանգնելով մի խումբ ավազակների, այլ ուշադիր եղեք, շարժիչ ուժը որն է եղել, գլուխ կանգնելով մի խումբ ավազակների, որոնցից գյուղացիները հանգիստ չունեին նաև դաշնակների տիրապետության ժամանակ։ Այսինքն կա մի խավ, որը ասում են, թե բոլոր ժամանակներում իրեն լավ է զգում։ Այս ավազակներն են եղել։ Դաշնակների ժամանակել են թալներ, ապստամբություններ, բոլշևիկ ենք, նորից ենք թալանում։ Գործը հասցրին վիժման, այս մասին ես բազմաթիվ փաստեր ունեմ։ Փաստերից պարզվեց, որ Կոստյա Այվազյանը եւ Բերբերյանը արկածախնդիրներ են, գուցե եւ ընկեր Շավարժ Ամիրխանյանի պատասխանատվությամբ աշխատող։ Նրանցից Կոստյա Այվազյանը խրախուսվելով Ադրբեջանի, տեսեք այստեղ, իսկական կոմունիստների չագերտներով, պնդումներով, որոնք նրանք առաջարկում են իրենց հանձնել 6 հոգի հատուկ ցուցակով, ուրեմն այս 6 հոգու ես ձեզ ասեմ, Բաքվից եկել է 6 պաշտոնյաների, այ Դիլիջան, Իջևան, Ղազախ, Շամշադի 6 պաշտոնյաների ցուցակ, որ սրանք բան ունեն, պատանդ վերցնեն։ Դրա վերաբերյալ նույնպես մենք հանել ենք, ազգանունները կան, դրանց բոլորի 6 ազգանունները։ Հիմա թե ինչ արի այս մարդը։ Հա, 6 հոգու հատուկ ցուցակով, ապացույց այն բանի, որ ինքը նույնպես իսկական կոմունիստ է, նա աշտարացնում է նրանց պահանջը, գերի է վերցնում 6 հոգու եւ իբրև պատանտներ ուղարկում է ընկեր Ենգիբարյանի ձեռքով Ադրբեջան։ Ճանապարհին իսկական կոմունիստները փորձել են նույնիսկ սպանել պատանտներին, սակայն շնորհիվ ընկեր Ենգիբարյանի եւ այլոց ինչեւիցե նրանք գնացել հասել են Բաքու եւ այլն։ Հիմա հաստատությունում հստակ նաեւ ասում է հետեւյալը. Ինչ թալան է կատարվել, գրված է անաշտարացի գնդագահարություններ, ուրեմն ես
Կոստի Այվազյանը եկե հրապարակում կանգնել է, ասել է ես դաշնակ եմ, 40 հատ տերոր եմ արել, բայց ես հիմա բոլշևիկ եմ ու տեղում 3 հոգու գնդակահարել եմ։ Լրիվ ամբողջ մարդկանց, տեղում 3 հոգու գնդակահարել եմ։ Ուրեմն այդ տարածքում մի հատ կույր աշուր է եղել, որը ունեցել է շատ խելացի ձի, որը իրեն գյուրից գյուր տարել է։ Ուրեմն այդ աշունին սպանել են միայն նրա խաթեր, որ այդ ձին վերցնեն, տարե Բաքու ծախել են։ Այսինքն մենք այդ տարբերությունը մոտեցումների տեսնում ենք նաև ինչ առումով, որ այն շրջանները, որոնք որ մոդ են եղել Ադրբեջանի և ռուսական զորքերի, լրիվ մոտեցումը այն է եղել, դուք տեսակ, այն վայրակ բոլշևիզմն է եղել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի հատ փաստաթուղթ, թե այս մարդիկ ինչ են պահանջել։ Ուրեմն Ղազար Շամշադինի շրջանի կարմիր ապստամբների պատվիրակության հայտարարությունը։ Ես մնացածը չեմ կարդում, մի հատված այստեղ, որը շատ կարևոր է։ Մենք հայտարարում ենք, որ անկարելի է կրկին մտնել դաշնակցական դավաճան կուսակցության իշխանության տակ և Ադրբեջանի կոմկուսից պահանջում ենք, ուշադիր լսեք, կամ ապստամբ շրջանները միացնել խորհրդային Ադրբեջանին, կամ կարմիր բանակի ձեռքով գրավել և դաշնակներից պաշտպանել։ Այս մասին հայտարարելով թախանձագին խնդրում ենք Ղազար Շամշադինի ապստամբած գյուղացիության անունից հաղորդել Մոսկվա այդ շրջանի բնակիչների անսասան կամքը, որ ծարավ է խորհրդային իշխանության հովանավորությանը և իրական օգնությանը իր հողը պաշտպանելու համար դաշնակյան զորքի ներսուժում։ Դե հիմա բանն է, գիտեք ինչ ոնց ասում է բավականին հետաքրքիր ինտրիգով ստացվեց այդ ամբողջը։ Հիմա այս մարդկանց տրամաբանությունը նայենք, նու ինչ էին ստանալու, ամենաշատը էր Ռևկոմի նախագահ, չէ ուրիշ բան չէր, չէ։ Ու Ադրբեջանի պրեմիեր-մինիստրը չէր դառնալու կամ չգիտեմ։ Շատ ինքը որ այդտեղ Ռևկոմի նախագահ էր եղել, հա այդ Ռևկոմի նախագահ էր մնալու, այսինքն այսօրվա գյուղապետ էլի ոչ ավելի։ Բայց դրա համար մենք պատրաստ է ամեն ինչ բան անենք։ Այն սրա մասին պետք է մենք ոնց ասում են իրոք խորհենք։ Դա տեսեք, որ մեր մեջ գենետիկորեն ինչ որտեղ նստած է։ Մեր մեջ ասելով, մեր մեջ կա մի խավ, որը պետականությունը որպես արժեք չի ընդունում։ Չի ընդունում։ Պետականությունը որպես արժեք նրա համար գոյություն չունի։ Օրինակ այս ժամանակների կա, որ ինքը գրված չի որպես պատմություն, բայց մեծերը որտեղ այս տարիքի կան հիշում պատմում են։ Այս այդ ժամանակներում նրանք ովքեր խորհրդայնացումից հետո դարձել են ղեկավարներ, իրենցից բոլոր մարդկանց, ասենք թե նախանձից ելնելով, թե իրենց իշխանությունը մեծացնելու համար դավաճանի անունի տակ, որ իրենք իրականում դավաճաններ չեն շատերը, ուղարկել են Սիբիր, աքսորել, ոնց մի մասը հետո հետ ա եկել։ Բայց գիտեք, որ այսօր նույն ձևի մարդիկ կան։ Չէ, ես ամբողջ չափազանց այժմ բացեի բաց ու անընդհատ իրենք գրում, երբ որ դու ինչ-որ դեմոկրատական կամ պետական բան ես ասում են դու հովանավորվում ես Ամերիկայի կողմից, դու փող ես ստանում Ամերիկայի կողմից։ Իսկական, բայց որ իրան հայտարարես, իսկ դու ասենք թե Ռուսաստանի կողմից ես ստանում, դա փաստորեն կարելի է։ Կամ ասեմ, դա է ես ասեմ, չես հասկանում ոնց են այդ մարդիկ մտածում։ Այդ Կոստի Այվազյան ասած։ Վերջում որ այստեղ սեպուգը։ Ինչ։ Հա, այդ Կոստի Այվազյան ասածը սեպուի ջոգալը որ ի վերջո գրավում է Նախիջևան, Ղազախիևան, փախնում է Բաքու։ Եվ այնտեղից անձամբ Լենինին է հերթանից տալիս, որ
Տերիմ, Հա, ինչևից է։ ես կստրուպի։ Հա, բանը, Լենինին է հեռագիր տալիս, բայց հետաքրքիր է, ուրեմն հեռագիրը Բաքվից ընդունել է Աստրախանի ինչ-որ մի հատ նավի ռադիստ, դե երևի Կոստյա Այվազյան անունը Դիլիժանսկի ռևկոմ իրեն ոչ մի բան չի ասել, հետո վերջում գրել է, թե телеграмма не послана по причине отсутствия связи. Երևի ասել է, թե իմ այսօր է Հետո բանն է, չէ՞, երկու հատ կոշի, մյուզիկ կոշի։ Հիմա ես ոնց ասում ես նորմալ է։ Ինչքան կա։ 20 դեկա։ Շատ լավ։ Ես ուզում եմ այստեղ մի հատ ոնց ասում է անձնական կալզի հայտնի։ Հարցը հետևյալն է։ Ես ուզում եմ առանձնագի անդրադառնալ նորից ես մայիսյան ապստամբության։ Մի հատ, այսինքն ոնց որ նրանց կողմից, ապստամբների կողմից այդ համակարգով են ես մոտենում։ Ուրեմն ամբողջ Հայաստանում դրանք ստեղծվեցին։ Ռևկոմները ստեղծվեցին։ Կներեք, մեր ազգային անվտանգությունը ինչով է զբաղված, թե արտաքին թշնամու դեմ էր անընդհատ պայքարում, ժամանակ չուներ ներսում դրանց հարցերը։ Դե հիմա դրանից հետո ձերբակալումները եղել են, ամեն ինչ եղել են, ու ասենք մի քանի նույնիսկ գնդակահարություններ են եղել, երևի չգիտենք ինչ կանով էր արտահայտված, որովհետև օգոստոսին նոր ասենք Ալեք Պոլի Ռևկոմին գնդակահարել են, թե արդեն օգոստոսին գնդակահարել են։ Գնաց քարտեն գնաց։ Հա, արդեն Մարմա դատաքննություն էր գնում ինչ-որ բաներ։ չէ, դատաքննություն գնում էր, հատուկ տրիբունալ էր ստեղծվել, որի անդամ էր նաև Նիկոլ Աղբալյանը, ես ձեզ ասեմ, հատուկ տրիբունալը կա, եւ Սամասուդը այսպես ասած չէին անում։ Չէ, Սամասուդ չի։ Այդ ժամանակ էր խլում։ Ուրեմն եթե մասին խոսքը գնաց, ես ասեմ, հատուկ տրիբունալ է ստեղծվել, մեկ առմետ գործերը բոլորը քննարկվել են, ընդ որում արխիվային նյութերից բխում է, որ բաները, զինվորականները շատ մեծ մասնակցություն են ունեցել, հատկապես Կարս Սարիվանի շեթատվածում։ Բավականին բարձրաստիճան սպաներ, կապիտան, մայոր եւ այլն, այսինքն ծնողների խնդրանքը կար, թե տեղեկություն չունենք ինչ է, այն մեկին թե 10 տարի բան է կարել, աքսորեք նշանակել, եթե կարելի է մեռնել, ինչևից է, բայց դատ է գնացել։ Պարզապես մի քանի գնդակահարություն, մեկը ես Գեդարի ապին է եղել, հենց Ղարիբջանյան, Մուսայելյան, Նորքի ձոր է։ հա, բանն է, ոնց ասում է, օրինականությունը լրիվ պահպանված է պահով չկա։ Այսինքն արխիվում ես հանդիպա դրանց դատավորներին, ձեռքով գրված մի հատ ինչ-որ չգիտեմ ինչ թղթի վրա, այն նմանեցնում էր խորհրդային ժամանակ, որ շուկաներում են տոմրակներ կային է, տոմրակի թղթի վրա գրած ինչ-որ բաներ, ինչևից է էլի։ Որոշ ոնց ասում է շեղումներ երևի իրենք էլ կորցրել են իրենց այդ բանին, չգիտեմ էլի, բայց հիմա ես ուզում եմ անդրադառնալ այստեղ մի նորից Ռուսաստանի պահվածած։ Այսինքն մայիսյան ապստամբությունը ոչինչ կազմակերպված էր, բայց լավ ընթացք չստացավ։ Շատ լավ, բայց այս Կոստյա Այվազյանան նման տիպեր, արխիվային նյութերը վկայում են, որ սրանք ուղղակի գնացել են արդեն, հասել են 11-րդ կարմիր բանակի ստորաբաժանումները, կա մի հատ փաստաթուղթ, որը հեռախոսազրույցն է, կամանդիր Պալկա, ինչ-որ, եւ Բաքու զանգում են, ասում է, люди ждут, входить или нет, люди ждут, входить или нет, այսինքն մտնել Հայաստան, թե ոչ, այնտեղից ասում են ոչ, Բացի դրանից, կա մի հատ շատ հետաքրքիր արխիվային այլ փաստաթուղթ։ Մեր ներկայացուցիչը Ադրբեջանում, Մարտիրոս Հարությունյանը, ուրեմն հանդիպում է ունեցել հունիսին թե հուլիսին Օրջոնիկիձեի հետ, բավականին կոշտ խոսակցություն է գնացել, ես այս պահով ուզում եմ նաև ասել, եթե առիթ եղավ, ես կուզենայի այդ արժանապատիվ պետական այրերի մասին մի անգամ էլ մենք զրույցը վարենք, դուք տեսնեք եւ լսեք, թե ինչ արժանապատիվ են պահել իրենց։ Օրինակ, մի քիչ շեղվելով թեմայից, ես ասեմ, Օրջոնիկիձեին գիտեք ինչ է ասում ինքը։
ասում եք ու գորգորոց է, կարող է այն Նարիմանովի վրա ազդի, Հուսեյնովի վրա ասել էին վրա չգորգորած։ Ասել է, սրանք քո մանգլավիկներն են, Ադրբեջանը քո Ռուսաստանի մասն է հիմա, Հայաստանը դեռևս անկախ պետություն է, եւ դու ին վրա ձայն չբարձրացնեն։ Եվ այդտեղ խոսակցության մեջ ինքը ասում է ինչու դուք մտաք եւ հետո դուրս եկաք Քարավանսարայից, այսինքն Իջևանի։ Նա ինչ որ լավոզած պատասխան է ասում մենք շատ լավ գիտենք, դուք վերևից հրահանգ ստացաք չմտնել Հայաստան այդ պահին։ Հիմա այս ամբողջ ես ասում եմ ինչու համար։ Իմ անձնական համոզմունքն է դա, ես մի անգամ կիսվա նայել Արոն Բաղդանի հետ, երևի երկու նապաստակ սպանեցին այստեղ խփեցին այստեղ ռուս բոլշևիկները։ Առաջինը, այս փաստաթղթերը ցույց էին տալիս, որ տեղական ինժեներների ինքնագիտակցությունը չագերտավոր դեր համապատասխան մագարտանքի չի։ Այսինքն սեփական ազգի ազգակցին սպանել, մորտել, կասնահարել, դեր այս մարդկանց չկա։ Այսինքն այս մարդիկ պատրաստ չեն։ Դա մեկ, երկրորդը, եթե այդ իրավիճակով Կարմիր բանակը մտնում էր Հայաստան, նա խորհրդայնացնում էր ամբողջ Հայաստանը։ Այսինքն այդ 76,000 քառակուսի կիլոմետր։ Եվ այս մարդիկ, այդ բացառությամբ այդ Կոստի Այվազյանների եւ այլն, չէին տեսնում խորհրդայնացումը միայն ու միայն Թուրքիայի դեմ ազնատուր լինելով եւ այլն։ Եվ ամենակարևորը, Թուրքիայի հետ նրանք ունեին պայմանավորվածություն, օրինակ պրոֆեսոր Ֆարսեվովը երջանկահիշադակ կապիտալ գիրք ունի դրա մասին։ Այնտեղ կոչվում է условная линия, договорная линия։ Այսինքն մինչև Արպաչայ արդեն ասել էին, որ պետք է գա։ Եվ եթե մտնում էին, այդ դեպքում այդ պայմանավորվածությունը տեղի չէր ունենում։ Եվ դրա համար, ոնց ասում են, ներ չմտան, որպեսզի Թուրքիան հասցնի պատրաստվել եւ խփել Հայաստանը։ Եվ մյուս կողմից իրենք արդեն պատրաստ են Հայաստանի համար, բոլշևիկյան այլ կոնտինգենտ, լրիվ այլ կոնտինգենտ, այս կոնտինգենտը պետք չէ։ Եվ պատահական չէ, որ խորհրդայնացումից հետո Հայաստանի այս կոնտինգենտից մի մարդ չկա, որ մտնի կառավարության մեջ, բացառությամբ այլ Շավար Շամիխանյան։ Մնացած բոլորը չեն մտել կառավարության մեջ։ Կառավարությունը կազմվել է, իշխանությունը կազմվել է, դա իցես ասեմ, այն մարդկանցով, այն բոլշևիկներով, որոնք հայկական, հայաստանյան իրականության հետ ոչ մի առնչություն չունեին, ոչ մի առնչություն։ Ուրեմն 20 թվականի նոյեմբերի 29-ին, որ Կարմիր բանակի Լաբոզում ներընկած բոլշևիկները ներթափանցեցին Հայաստան, 6 հոգի էր այդ ռևկոմը։ Իսահակ Դոլատյան, Ասկանազ Մռավյան, Սարգիս Կասյան, Սարգիս Կապրելյան, Ալեքսանդր Բեգզադյան եւ Ավիս Նուրիջանյան։ Ուրեմն Ավիսը Վապանի մոդի գյուղերից էր, մնացած բոլորը այսօրվա լեզվով ասած Ադրբեջանը հայ էին, 4-ը Ղարաբաղից, Մռավյանը Գանձակից։ Նրանք բոլորը կրթությունը ստացել էին ծննդավայրերից դուրս, աշխատել էին բացառապես Հայաստանից դուրս եւ հայկական իրականության հետ ոչ մի առնչություն չունեին։ Եվ ձեզ ասեմ, նույնիսկ այն պայմանավորվածությունը, որը Ռուսաստանի կառավարությունը իդեմս Լեգրանի հասել էր, որ այստեղ պետք է կազմի կոալիցիոն կառավարություն, նրանք եկան եւ այդ պայմանավորվածությունը դրժեցին։ Նրանք ասեցին ոչ, դրույն պետք է հանել։ Տերտերյանին համբարձում Տերտերյանը չպետք է լինի կառավարության անդամ։ Եվ շատ շուտ այդ ամբողջը կատարվեց։ Ի վերջո դրոն փրկվեց իր անձնական կաբելի բանի միջոցով։ Ինչքան ես գիտեմ, Ստալինի հետ ահագին հին տերորիստ ընկերներ են։ Եվ այդ ամբողջը իսկ փոխարենը ովքեր եկան արդեն այդ ընթացքում ովքեր եկան։ Շատ կարճ ասեմ, որ մինչև խորհրդայնացումը ընկած այդ հատվածում հայ բոլշևիկները զբաղված էին միայն երկիրը քանդելով։ Եվ երբ Ամրանը հունիս ամսին Լևոն Շանտի պատվիրակությունը մեկնեց Մոսկվա, դուք տեսնեք այստեղից ինչ նամակներ էր գնում։ Ինչ նամակներ։ Բաքվում տպվող կոմունիստ հայկական թեժդում,
Մեկը մյուսի հետևից նամար ուներ, չի կարելի Հայաստանի հետ պայմանագիր կնքել, նույնիսկ առաջարկություն կար ձերբակալել է պատվիրակությանը։ Դուք պատկերացրեք, ոչ մի օրենք, ոչ մի բան, ձերբակալել եւ վերջ։ Շատ լավ, եւ մոդելնում են արդեն օրհասական օրերը, այդ ամբողջը ոնց ասում է, այդ սա ամենատխուր հատվածն է եւ այդ առումով էլ երևի մենք կվերջացնենք, տեսեք ուրեմն։ Հետևյալ թռուցիկը հույժ գաղտնի Հայաստանի կոմունիստների, բոլշևիկների կենտրոնական կոմիտեն, հրահանգումներ, կուսակցության բոլոր կազմակերպությունների, թե թիգունքում, թե ռազմական կողմերում եւ հատկապես Կարսի գարնիզոն մեկնոտ բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում եւ առանցին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաեւ թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով առաջինը Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի։ Երկրորդը, թեմատական Թուրքիան խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է եւ պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիզմի, Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի։ Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը ներկայոր արևելքում եւ դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաեւ արևելքի խորհրդայնացումը։ Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով եւ կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը։ Այս նպատակի համար պետք է առաջինը կազմալուծել հայկական կրվող բանակը բոլոր միջոցներով, այն է a. Կազմակերպել դասալքություն եւ ամեն կերպ խանգարել զորահավաքին, b. Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրագեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիվում, g. Չենտարկվել սպաների հրամաններին եւ հար եղած դեպքում ոչնչացնել նրանց։ Երկրորդը, այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյալը հեղափոխական ասկյալ է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կոժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցականների տիրապետությունից։ Նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով Հայաստանը ընդմիշտ կկապվի խորհրդային Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին եւ սովին, եւ մշտական ընտրումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հարցով եւ մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին։ Ծանոթություն, գրությունը կարդալ սահմանափակ ժողովը եւ կատարությունը անմիջապես հայրը։ Հայաստանի կոմպուսի կենտրոնական կոմիտե եւ այլն եւ ոնց ասում են նեբեզիզվեսնի շավար շամիշ։ Դե ուրեմն հասել է էլի։ Հիմա տեսեք, նոյեմբերի 7-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղափոխության օրը Կարաբեկի Փաշան մտնում է իր զորքով Ալեքսոն։ Ուրեմն Ալեքսոնում տեսեք ինչ ժողով է տեղի ունենում։ Սրա շարունակությունն է պաստորն արդեն 13 նոյեմբերի։ Դե երևի պետք է եղել, ասենք, խորհրդային տարիներին բոլորը թարգմանվել է ռուսերեն։ Резолюция, принятая 13 ноября 2020 года на митинге, организованном Александропольским комитетом Коммунистической партии России. Александропольский пролетариат и беднейшее крестьянство, освобожденное от векового армянского ига, посылает свой братский и сердечный привет турецкой коммунистической партии, единственной защитнице угнетенных масс. Угнетенные и многострадальные массы Армении твердо уверены, что только единение пролетариата двух соседних народов Армении и Турции и их работа рука об руку гарантирует полный успех в великой борьбе и окончательное свержение алчного мирового империализма. Да здравствует Коммунистическая партия Турции, да здравствует Красная революционная армия Востока, да здравствует коммунизм, да здравствует Советская Армения. Олег Пор, председатель митинга СССР, Имам Юсеф. Воззвание Александропольских коммунистов, солдаты, крестьяне и беженцы.
составленное из компартида войско позорного дашнакского правительства отступает перед грозным натиском Кемаля. Недостаточно, что они предали грабежу богатства народа, недостаточно, что они сделались несчастьем армянских трудовых масс, теперь они обманывают нас, крестьяне и солдаты, говоря, что турок идет грабить и резать нас. Мы призываем вас не верить дашнакам, ибо идут не грабители, а товарищи и освободители армянских крестьян, солдат и рабочих. Они идут не резать вас, а избавить вас от рук грабителей дашнаков. Знаете, что в Карсе, Александрополе и других занятых местностях они не грабили, не грабили, а установили всюду рабоче-крестьянские порядки. Идут не наши враги, а враги дашнакского правительства. И потому снова призываем вас не двинуться с места, оставаться спокойными, чтобы не погибнуть от холода и голода. Отвернитесь совсем от дашнаков, надувающих вас и пьющих вашу кровь, истребляя юношей и армян, устраивая межнациональные войны. Призываем вас всех сплотиться вокруг знамени большевиков. Они только могут вывести вас из этого тяжелого положения. Итак, товарищи, опомнитесь, требуйте объявления Еваля, да здравствует Третий интернационал, долой империализм. Ով էր գրել, որտեղ հետո դրանց թուրքերը մորթեցին, չէ՞, ինչքան գիտեմ։ Ալեքսանդրոպոլի մորթեց, ասма չէին եկել մորթել։ Հենց իրանց մորթեցին, ժողովրդին չտվերցրին։ Ուրեմն մի անդեր նման հաստատում, թե բավական է։ Չէ, բավական է, մի հատ անունները տնենք։ Շատ։ Վերջում Դրա դրանց սրանց անունները, Տերմանիրոսյան, եւ այլն։ Հա, վրացյան ազգանն է գրուզինսկի է։ Գրուզի Չէ, Գյուրջան է, Գյուրջան։ Իրա ստորագրություն էր գրուզինսկի, ստորագրություն։ Ուրեմն Ինքը Գյուրջան էր, ուղղակի քանի որ Հայաստան, հայություն, ինքը որոշեց վրացյան։ Բայց այս վերջերս ինչ որ բան եմ տեսել, իբր Գրուզինսկի, իբր հրյա էր, չգիտեմ ինչ որ sense բաներ։ Չգիտեմ ինչքան ամա դա հավաստի։ դա հիմա ոնց ասում է մի հատ այդ ռեֆկոմի անդամների մեկի զեկուցագիրը, այդ ունեն։ Показания члена Александропольского ревкома на Гателя. Весь уезд разделен на 8 участков, из которых 4 находятся на другом берегу Арпачая, и которые совершенно пусты. Первый участок имеет 34 села. Из этих селений остались в полуразрушенном виде только 4. Ղարաքիլիսա, ՍՍ, Թուրքերից հետո ազատագրվում։ Թուրքերի ներկայությամբ է, այնտեղ է։ Սա բանն է, ինքը Երևան է ուղղակի։ Ի վերջո դեկտեմբերի 2-ը արդեն Երևան է, բանը։ Ինքը այս ուրեմն 19-21, հա, 21։ Первый СССР, ха. Число взятых пленных из этого района доходит до 8 тысяч. Изнасилованы все женщины, не шагая даже 12-летних девочек. Бывали случаи, я сам видел, как в Азане, Арбаме из села Верхний Сена, а под сеном спрятаны были 2-3 женщины. Во втором участке захвачено, занято только село Волгат и Кюбиджа. Они совершенно разрушены. В этом районе убито 150 человек. Число пленных 200, изнасиловано 90% женщин. Кроме награбленного взято 1/2 из всего скота и имущества. В последнее время в селе Кавтарлу убито 10 наших партийных товарищей. В третьем участке нас никого совершенно не допускали. Жители 15 деревень этого района переселили в деревню Чифтали, ограбили при этом все их имущество, уведены пленные, но куда именно неизвестно. В четвертом участке из 30 деревень остались Мегельбус, Ерек, и в них только женщины, в остальных деревнях нет никого. После того, как деревни разграблялись, они предавались огню. Кроме этой деревни, все остальные совершенно уничтожены. Из всего уезда угнано около 300 тысяч голов, из них 200, 300 голов, из них 200 в Башкатигляд, в район Карса, остальные проданы на этой стороне. Число уведенных из города и уезда пленных 14 тысяч человек. Убито
4 тысячи 845 человек. Изнасиловано женщин и девушек более 25 тысяч. Количество награбленной пшеницы и муки больше 1,5 миллиона пудов. Можно сказать, что у нас нет уезда. Из населения уезда в 75 тысяч осталось 15 тысяч. 20 человек. Нет никакого имущества. Всюду пустыня. Из нашей милиции никто не может войти в уезд. Их или убивают, или они исчезают бесследно. Убито до сих пор 22 милиционера. Из них 13 партийных работников. Также убито 2 комиссаров. При уводе в плен не жалеют партийных товарищей. Взято в плен больше 30 товарищей. Я рисую, больше считал. По ночам ходят в дома, грабят, женщин насилуют, мужчин уводят и убивают. Положение ужасное. Олег Пор, член Ревкома, Нагапет. Член Ревкоми գրած։ Ուրեմն չեկայի ինձևից է Շահը գրված չէ։ Եվ վերջապես գալիս են շատ լավ։ Ուրեմն սա է ավելի շատ արդյունային հաստատություն։ Հարցերել կա էլի, Սա է արդյունային հաստատությունն է ողորմների, որը Ալեքսանդրապոլի Ռևկոմը ուղղել է ուրեմն Հայաստանի հեղկոմին պատկենը Ադրբեջանի կոմկուսին, ՌՍՖՀ ժողովրդական կոմիսարների խորհրդին, երրորդ կոմունիստական ինտերնացիոնալին, բոլորին։ Ուրեմն եւ Աստծո։ Հա։ Երբ ժամանակ չկորցնում ենք, ես ամբողջի վերաբերյալ այստեղ գրված է, եկեք փրկեք։ Թուրքերից։ Մեր անկեր թուրքերի։ Հա, 21 թվականի հունվար ամիս։ Ես մի հատ ուրիշ Գյումրիի քաղաքային արտերից փաստաթուղթ ձեռքշինգել, ուրեմն մի հատ էսքերի դրվակ։ Չավուշը, սերժանտը եւ Ասկյանը մտնում են մի հատ տուն։ Կես պարկ գարու ալյուրերի։ Ուզում են վերցնել։ Էսքինը ընկնում են, չէ, Չավուշը որպես սերժանտ էլի։ Ինչ-որ կոչում։ Իրեն սերժանտը Չավուշ, ահագին բարձր պաշտոնն է, էլի բանակն։ Հիմա էսքինը հիստերիա է ընկնում, ասում է սպանեք, հնար չկա, ամեն ինչ տարան, վերջը, այս բանը։ Թուրքը ասում է, դե լավ, թողնենք, ես կես մեշոտը մեզ չի բանանում։ Հետը երկու հայ բոլշևիկ են արել, ռեկվիզիցիան իրար հետ են միշտ արել։ Ամեն մեկը իր անգարն է ունեցել, ամբարը ավելի։ Սրանց ասել է չեք վերցնում, չէ ինքն է վերցնել։ Հասկանալի է, ինքն է վերցնել։ Այդ տիպի դեպքեր են եղել։ Հա, հայ բոլշևիկը։ Հարցրել է, ասել է, չեք վերցնում։ Ախիվներում կա։ Չէ, գյոսիլը գիսով վերցնում։ Այդ վիճակն է եղել։ Դրանք հայ է եղել հաստատ։ Դե հիմա ես ասում եմ։ Հիմա էլ է տենց կա։ Բայց հիմա չկա դա։ Խոսակցությունը ոնց ասում է եղած բանից, հաստությունից չտանես։ Լավ կլինի այսօրվա հետ շատ լավ զուգահեռներ։ Հա, զուգահեռները թողնում ենք զուգահեռները։ Մի վարյան էլ եմ ուզում ասել, զուգահեռները թողնում են բոլորից։ Ես չեմ որ պետք է ասեմ, այ տեսեք, սա կա, այսօր էլ էս կա։ Այն կա, դա պրիմիտիվիզմ է միջավայր, այդ եմ ուզում ասել։ Բոլորը մտածող մարդիկ եք, պետք է հասկանան։ Այսինքն, նորից եզրափակեմ նրանով ինչ որ սկսեցին։ Իսպիսին չպետք է լինի պետության քաղաքացի։ Էդա։ Իսպիսին չպետք է լինի։ Այլ թե ինչի։ Մարդը չպետք է տենց լինի, ինչ պատմում Թե քաղաքացին։ հիմա մարդը կարող է լավ լինի, վատ լինի, ես չգիտեմ ինչ, բայց թե ի վերջո պետության քաղաքացին ուրիշ ստատուս է, այդ եմ ուզում ասել։ Շատ։ Դե լավ, մի քանի հարցեր պատասխանենք։ Եթե կարող անցնի։ Մեզանում շատ է հնչում են կարծիքը, որ անկախ նրանց եթե թույլ բոլշևիկյան համագործակցություն չլիներ, Հայաստանի առաջին հանրապետությունը տնտեսապես շատ թույլ պետություն էր ու կենսունակ չէր։ Այսինքն ես ուզում եմ լսել ձեր կարծիքը, ճշտապատմությունը եթեներ չի սիրում, բայց եթե Հայաստանը չխորհրդայնացվեր, արդյոք առաջին հանրապետությունը ունակ էր որպես պետություն զարգանալու եւ խորհրդային կայսրության ու Թուրքիայի միջև գոյատևելու։ Գիտեք ինչ, ուրեմն այդ որ
կատեգորիկ ասվում է, հարցը նախ ես ձևից ես ասում։ Ցավոք սրտի Հայաստանի առաջին հանրապետությունը եղած աշխարհաքաղաքական իրավիճակում ինքը հաղթելու տարբերակ չուներ։ Եթե ինքը ասենք Կարսը չէր հանձնում, թուրքերի Կարսի տակ ճարտում էր, ուրեմն կարմիր բանակ այնտեղից կկար։ Ռուսաստանը, ձեզ ասեմ, Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջև թե ինչ ձևի բալանսավորված ներդաշնակ ուրիշ ինչ գեղեցիկ բառեր կարելի ասել, այդ համագործակցությունը հյուսվել է Հայաստանը կործանելու, ոչնչացնելու համար, երևի աշխարհի պատմությունը չի նման դեպք։ Մի ահավոր, ոնց ես ասեմ, իրոք սատանայական, մի սոսկալի ներդաշնակություն է եղել, որ այս ժողովրդի այս ազգի գլխին այդ երկուսով ծերին է։ Բայց եթե ասենք չլիներ այդ խորհրդային էքսպանսիան, բնականաբար Հայաստանը չէր կործանում։ Ձեզ ասեմ, օրինակ մեկ-մեկ մեղադրում են, թե ինչու Հայաստանը ասենք սպիտակ գվարդիաների հետ կապեր ուներ։ Եվ վերջին հաշվով, ահա, ոնց ասում է թվերի մասնագետը նստած, պարոն Պապյանը թույլ չի տա խաղում։ Ամերիկան փողը տալիս էր, Կուբանի ցորենը մենք ստանում էինք։ Մենք իրավունք չունեինք նրանց այդ բան լինել։ 30%-ն էլ Վրաստանն էր։ Հա, որպես ճանապարհածախ, էլի ոնց է։ Դրա համար մեքենները լավ էին։ Կար, չէ, բացի դրանից, դուք գիտեք, որ Շիշկանալը դաշնակցական կառավարությունն է սկսել կառուցել։ Ինչ՞։ Շիշկանալը։ Շիրկանալ։ Իրանք չգիտեն, նախ իրանք չեն հաղթահարել։ Չէ, այդ Շիրակի որոնման ջրանցքը։ Այսինքն կենսունակ պետություններ կարող է գոյատևել։ Կարող է։ Ձեր այս հողերն հետը Գիտեք ինչ, կարող է։ նորից անկախ մեր ցանկից, անկախ մեր դպրոցում որտեղ զուգահեռները գալիս են։ Դաշնակներն են Եթե հաղորդել ամեն ինչ։ այդ կառավարության, ոչ միայն կառավարության, պետական այդ չինովնիկության կազմը, որ նայում ենք, դրանց կեցվածքը, ասենք Ռուսաստանի մեր բանը, զինվորական ներկայացիչը, գեներալ Քիշմիշը, որ կարծում ես նրա այդ բաները, զեկույցները, այստեղ խոսեցին, այսքան զենք բերեցին, այս փոխեցին, այն արեցին, շահագրգիռ, կարծում ես բաների, ասենք, այդ նույն Մարտիրոս Հարությունյանի զեկույցները, որ ամեն տեղ գնացել է, ամեն ինչ պարզել է, ես ինչ գաղտնի փաստաթղթեր են ճարել։ Դու կարծում ես Խատիսյանի հանդիպումը, ասենք, բաների հետ, կազակական գեներալների հետ, որ արժանապատիվ պալված, շատ դիվանագիտական պատասխան, օրինակ ասել են թե բաներ, մենք կարանք այստեղ զորք հավաքենք, ասել են այստեղ ռուս չկա, մալականներն են բոլորը բոլշևիկ են, ուզում եք բոլշևիկ ձեր զորք, ինեք եք հավաքեք տակ։ Այստեղ այդ կենսունակության ուղղակի մի մանրամասն, մենակ կոնկրետ քչերը գիտեն, որ Միացյալ Նահանգների կառավարությունը այդ ժամանակ $50 միլիոն վարկ էր տրամադրել Հայաստանը, որը շատ մեծ փող էր, այսինքն Հայաստանը մոտիկ կանգնելու, որից $12 միլիոն փոխանցվեց եւ Հայաստան նահագին օգուտ եղավ, իսկ մնացած չփոխանցվեց, որտեղ սովետականացավ։ Իսկ երբ որ մենք համատում ենք այդ փողերը, օրինակ Հայաստանը սովետական Ռուսաստանից նման գումարներ երբևէ չի ստացել 20-ական թվականներին։ Դա կոնկրետ թվեր է։ Ասեմ, որ մինչև 28 թվական երբ որ նայում եք պարտքի ցուցակները, ես նայել եմ որ պետությունը, ամերիկացիք այդ 12 միլիոնը հաշվում են։ Ես մի քանի տարի առաջ մեր կառավարությանն առաջարկեցի, որ եկեք ամերիկացիներին վերադարձնենք, դա բարգ է մեզ տրվել, այդ 12 միլիոնը վերադարձնենք, ի վերջո ամերիկացիները չեն վերցնի։ Բայց այդ պարտքը մեր վրա նստած է, էլի այդ վարկը։ Ուրիշ մի թիվ ասեմ, օրինակ Պրագայի համալսարանում Չեխոսլովակիան Հայաստան տվել 30 անվճար ուսման տեղեր։ Այսինքն բոլոր շատ տարբեր երկրներում, այսինքն այդ ձև չի, որ ամեն ինչ վատ է եղել։ Ուղղակի իրավիճակը ստեղծվեց, երբ որ մի կողմից կազմալուծված էր բանակը, տեսեք, չի ասում են մի կրակեք եւ այլն։ Դրա համար ամենաողբերգությունն է, որ մենք Կարսը կորցրեցինք այս ամբողջի պատճառով, բայց կորցրեցինք, որտեղ չէինք կարող բան։ Եթե մենք դիմադրեինք Կարսում, վստահ եք ռուսները էլի են զինելու քեմալականներին, երկրորդ հարձակումներ լինելու, երրորդը, չորրորդը, մինչև որ Կարսը վերցնեն, որտեղ ճիշտ ասում, ես անձամբ տեսել եմ այդ փաստաթուղթը կարող եմ ցույց տալ։ Կա ռուս բոլշևիկյան, ռուս-թուրքական համաձայնագիր Էնվեր Փաշայի ստորագրությամբ, Էնվեր ու Լենինի միջև, որով Հայաստանը կիսվեց։ Այսօր դա Ֆոնս ակտիվ գրած այդ բաները, այդ ձևը պայմանավորությունն եղել է այդպես, կիսել Հայաստանը Ախուրյան եւ Արաքս գետով, վերջ։
ուրեմն այդ երկու երկրները պիտի կիսեին, այսինքն այստեղ մի իրավիճակ էր ստեղծվում, որ եթե հանգիստ թողեն ինքը կենսունակ է, բայց այդ երկու հզոր ուժերի դեպքում մի մոռացեք, որ պարոն Հարությունյանը ասաց, բոլշևիկյան բանակը 5 միլիոն էր եւ որևէ մի ուժ պատրաստ չէր 5 միլիոն անց բանակի դեմ կանգնելու։ Այսինքն եւ Հայաստան միակ նժդեհն էր, որ Զանգեզուրում կարողացավ պահի Զանգեզուրն էր նրանց նախատեսված։ Ուղղակի մի քիչ ոնց ասած համը շատ հանեց, հետո արդեն ժամանակը 21 թվին հասկացան, որ Քեմալը ոնց որ դե խաղեր է տալին, ասացին թող մնա։ Թե չէ դա չպիտի ասի։ Ուզում եմ ասեմ, ինչեր կարևոր այսօրվա դասախոսությունում կարծում, որ այս արխիվային փաստաթղթերը կարդացեք։ Բնօրինակները, մենք սրանք եւ ուրիշներ տպել են, որտեղ դասագրքերը, հատկապես մեր դասագրքերը, որոնք գրել են այս նույն բոլշևիկյան ժառանգները, մի մոռացեք։ Ի վերջո այսօրվա մեր դասախոսական կազմի 90% են մարդիկ են, որոնք ինձ գիտական կոմունիզմ են տվել։ Այսինքն մյուսներին, այսինքն իրանք չեն կարող մի օրվա մեջ փոխվել, հասկանում եք։ Այսինքն իրանք ուրիշ ձև են դաստիարակվել մեծացել։ Իրանք համար ընդհանրապես խոսալ, պատկերացնել ոչ հասարակ մի բան, այ գնացեք կարծեմ Կոմայգի է կոչվում։ Աշխարհի միակ երկիրն ենք, որտեղ 11-րդ կարմիր բանակի այդ հերոսների հուշարձան առեսօր կա։ Այսինքն դա նույնն է ոնց որ Փարիզում կանգնած հիտլերյան բանակի հուշարձան, դա օկուպացիոն բանակ է։ Այսօր կան դեր գնացեք տեսեք։ Այդ հուշարձանը պետք է մնա, որտեղ դա ամոթի հուշարձանն է։ Պարզապես մի հուշատախտակ պետք է ավելացի, որ սա այն բանակն է, որը կործանեց քո պետականությունը։ Որտեղ այդ մասը ցիցի նման արձան չէ, Նելսոն Ստեփանյանի հետևը։ Այդ արձանն այդ բոլշևիկյան բանը եւ կա մայիսյան ապստամբություններ։ Այդ բաների շատեր բաների մեջտեղ 2000-ի տաղ։ Դա լեն իրես գրողի արձաններ կա, չէ՞։ Այդպես դելա։ Ինչքան առաջին հանրապետության վարած քաղաքականությունը նման մեր օրերի իշխանությունների վարած քաղաքականության, այսինքն ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի կործանման, մտելով վաքսային Ուրեմն առաջին ընկալումով իմ գիտեցածը առաջի հանրապետության վարած քաղաքականությունը բացարձակապես տարբերվում է մեր այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ուրեմն նախ եւ առաջ ձեզ ասեմ, կազմի առումով համեմատելու բան չկա։ Չէ, կազմի, շատ լավ, դաշնակներն էին դուք բաներ, ես անուններ, այն դեպքում շատ լավ, ուրեմն Քաջազնունուն չենք մենք կարող համեմատել ենթադրել Հովիկ Աբրամյանի հետ, Նիկոլա Աղալյանին, ինչպես, չէ, Քաջազնունին խոսնագին էր, չէ, ճիշտ է, առաջի վարչապետն էր, Համենայնդեպս Քաջազնունին օֆշորային որևիցե բաներ էր։ Այս Քաջազնունի նամակը ես տեսել եմ համացանցում, որտեղ դիմում է թուրքերի, մատնելով Ադրամիկի տեղը հիմա։ Գիտեք, շատ լավ, ուրեմն այն որ ասում եք, кто из нас без греха, это եմ ուզում ասել, ուրեմն Բայց Անդրանիկին չբռնեցին, չէ։ Հա։ Չէ, սխալ չէ, որտեղ կազմակերպված խաղի մի մասն է։ Այն եմ ուզում ասել։ Այսինքն վստահություն ձեռք բերի, հետո Դե լավ,